Առաջի օրն էլ գիշերը էլի շտապօգնություն էր հրաժարվել էր ինքը հիվանդանոց տեղափոխելուց, որովհետև Լեմասում շատ լուրջ մենք խնդիր ունենք, Դավիթը ունի չբացահայտված ալերգիա, այսինքն դեղերի նկատմամբ եւ այդ միջամտությունները, որոնք կարող են իրականացվել, կա մտավախություն, որովհետև երեխան ունի ալերգիա։ Տիկի Մարտիրոսյան, քանի որ մեղադրանք արդեն առաջադրվել է, ցանկանայինք դուք ամենը գիտենք այդ պաշտոնական հաղորդագրությունից, որը որ մենք կարդում ենք համացանցից, ինչ որ փորձում ենք կապնվել, իմանում ենք որտեղ բան կա։ Քանի որ այս հանրային քրեական հետապնդումը կա, դուք էլ տղաների հետ խոսելով, դա փորձ է եղել հարվածելու, թե պարզապես ժեստը կամ չենք խոսել, Ահակ ջան, այդ մասով դեռ որևէ բան չենք ներկայացրել, առանձին մենք կներկայացնենք հանգամանքների վերաբերյալ, ոնց է եղել առաջինը ով հետո ինչի համար այն որ չի եղել հարված եւ ընդհանրապես հարվածի մասին չգիտեմ այդ հարվածը ոնց հայտնվեց ով սկսեց քննարկել ինչ որ մեկնաբանում են հարվածը հասավ հարվածը չհասավ այդտեղ հարվածի բան չկա ինչու եմ ասում քանի որ քննարկումներ կան նույն քաղաքացիների կողմից էլ սոցիալական ցանցերում քանի որ այսօր հիմնական այսպես դերակատարումը սոցիալական ցանցերն է դրված օրինակ նշում են ասում են ոնց է ստացվում գուցե դա էլ է էմոցիոնալ պոռթկում կամ եթե օրինակ ձեռքի շարժում չներ այլ թքելու փորձներ եւ ասել էր էմոցիոնալ պոռթկում է եղել ինչ պետք է լիներ այսինքն մի դեպքում պաշտոնյայի կողմից դա արդարացում է որևէ բան չի լինում իսկ երիտասարդ եկեք հենց այ համադրության մեջ նայենք դուք շատ լավ ասեցիք մի կողմից պաշտոնյայի կողմից ով կատարում է այդ գործողությունները չէ որևէ իրավական դաշտա չի հասնում իրավական գնահատականի չի արժանանում իսկ մյուս կողմից երբ որ մենք արդեն հակառակ կողմում հայտնում ասա սովորական քաղաքացին երեխա ուղղակի գնացել է աղոթք անելու եւ խոչընդոտում են իր այդ արարողակարգի մասնակցել է եւ աղոթքին գնահատում է բերում է իրավական դաշտ ու հայտնում է քրեական օրենսգրքի մի հոդված մի դիսպոզիցիա, որը այս նորամուծությունն է։ Հոդվածի վերաբերյալ քաղաքական գործունեություն իրականացնելը։ Ջան, դուրս գանք, հետո ավելի նաև մեղադրանքին ծանոթանեմ ու տղաների արդեն ներսում են։ Տղաներին ասել Բերել են չգիտենք, հասել են թե չէ։ Դեռ չեն հասել։ Ես նոր ուղղակի խոսեցի, դեռ չեն հասել տղաները ճանապարհին են, հիմա որ այա արդեն կհասնեն։ Բայց ներողություն մի ճշգրտող հարց դուք այս ընթացքում այսինքն քանի որ նաև երեք խոսեցիք տղաների հոգեբանական վիճակի մասին չեք փորձել շատ հարցեր տալ միջադեպի վերաբերյալ բայց այդուհանդերձ ուզում ենք հասկանալ տղաները միջադեպը ի սկզբանե սկիզբ ինչպես այսինքն կանգնած էր Դավիթը իր տեղում իրեն հրել են ինքը այնտեղ լսվում է որ ասում է տենց չնայես ինձ վրա ինչպես է եղել իր այդ միջադեպը որ նաև մեր հետևորդների համար հանրության համար որովհետև տարբեր Բոլորիս համար է դա ակնհայտ, որ երեխեք աղոթագրքերը, տղաները աղոթագրքերը ձեռքները մասնակցում են պատարագին։ Հրելով, հրմշտելով ներս են մտնում, տեղ են ազատում, որպեսզի տանեն ամենասկիզբը մարդը կանգնացնի։ Եթե կտեսնեք, մինչև տղաներին հասնելը եկեղեցու սկզբնամասում արդեն իսկ այնտեղ սկսվում է այդ աղմուկը, աղաղակը, որ մարդիկ ասում են մեզ մի հրեք, մի թողեք, մի մտեք այստեղ եւ այլն, տարբեր տիպի խոսակցություններ։ Հերթական անգամ երեխեքին նույնպես հրել են, Դավիթը ինչ է ասում, ես ուզում եմ իմ տեղը կանգնեմ, այսինքն մարդը կանգնած աղոթում էր, իր աղոթքներ իրան հրում են, քցում են, ասում են, չէ դու ստեղ աղոթք մի արա, որտեղ ստեղով պետքա չգիտեմ, մարդիկ անցնեն։ Այդտեղից է սկսվել այդ ամենը։ Անջատում եղբորից դեպ նաև հանգամանքն են, որովհետև իրանք շատ կարևոր հանգամանք է, մենք հետո էլ եմ ասում քիչ ավելի մանրամասն դրան կանդրադառնանք, պատահական չեմ էլի դա ասում, որովհետև Միքայելը եւ Դավիթը միշտ իրար հետ են լինում, դե եւ դա որոշակիորեն պայմանավորված է նաև Դավիթի առողջական վիճակի պահմանբայրում միասին են թե առանձին։ Իհարկե առանձին են։ Իսկ դուք ՆԳՆ-ից կամ ոստիկանությունից կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այցելել էին ներկայացրել եք կամ իրենք պահանջեն պատասխան թե ինչու ներքին գործերի նախարարության ոստիկանությունը նման կերպ տղաներին բերման ենթարկեց։ Այսինքն նրանց չէին եկել ասել ներկայացեք ոստիկանություն, որ հրաժարվել էին։ Չէ, այստեղ հրաժարում չկա, ինչու նման կերպ, ուրեմն երբ որ ես ինքս տեսանկարը հանում էի, թե ոնց են երեխաներին մտցնում կենտրոնի բաժին, քանի որ բարձա չէ մենք օրվա մեջ քանի անգամ ենք տեսնում այդ կադրերը, հա, ոստիկանն այնպես լավ պատասխան տվեց։ Մենք էլ ենք նկարում Իսկ նկարում են, թե արդեն այդ ում համար են նկարում եւ ինչի համար է, կարծում եմ, էս էլ է պարզ, սա ինչ որ անձի համար է։ Սա ուղղակի մեր պետությունը լծված է ինչ որ անձի, այն որ ասում է բավարարելու համար, հոգեբանական իր այո։ Երևի։ Բայց պետք չի այդ ամեն ինչը անել եւ կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ։ Լավ,
քանի անգամ կամ քանի դեպք գիտեք, մեկ օրում մենք ունենք 18 տարեկան 3 երեխայի նկատմամբ նույն գործելավոճը։ 18 տարեկան 3 երեխա հայտնվել են ԶՊՎ-ում, որովհետև ուղղակի հայտնվել են մի վայրում, որտեղ հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Ինչ-որ sense այս ամեն ինչը, հա, ինքը շատ վտանգավոր, ինչ-որ նախադեպ է, վտանգավոր բան է սերմանվում հիմա։ Ուղղված երեխաների դեմ։ Պետք չի այդ երեխաներին խառնել, ես չգիտեմ, դա քաղաքական է, քարոզչություն է, ինչ քարոզչություն չեմ հասկանում, ծաղկազարդը, ինչ քարոզչություն, ինչ քաղաքականություն, ժողովուրդ, քաղաքական գործունեության մասին։ ծաղկազարդը դա քաղաքական, ասենք, կարա քաղաքական թեզի մեջ տեղավորվի, ոչ պետական, ոչ պաշտոնական Կիրակի օրով եկեղեցում ծաղկազարդի արարողակարգ։ Սա շատ իրականում շատ վտանգավոր նախադեպ է սրանով ստեղծել։